Հաղորդման գործընկեր նոր արքայազոր ռեստորանային համալիր։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր արքայազոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը և համեղ խոհանոց։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ։ Կայուն որակ հիանալի համ Դան դեսերտ։ Հաղորդման գործընկեր Կրիստել շոկոլադ։ Շոկոլադ, որ ժպիտ է դառնում Կրիստել շոկոլադ։ Հաղորդման գործընկեր մունք գինիներ։ Հայկական նռնենի խաղողի սորտից պատրաստված պրեմիում դասի հայկական գինի մունք։ Շուկայում միակն է իր տեսակով։ Մունքը համայնքի կենսունակության մասին է, համայնքի վերականգնվելու և արարելու մասին է։ Ու այդ ամենը շաղախված մի թաս գինով, հայկական պրեմիում գինի Թևան Պողոսյանից։ Որևէ մեկը կարող է տալ այն հարցի պատասխանը, թե ով է կինը՝ մայր, քույր, կին, տնային տնտեսուհի, կազմակերպիչ, թե բոլորը միասին։ Թող որ անհամեստություն չհնչի, բայց մենք այո կարևոր դեր ու դերակատարում ունենք հասարակության մեջ։ Գրեթե յուրաքանչյուր ոլորտում, որպես առաջնորդներ, նորարարներ, կրթությունից և առողջապահությունից մինչև գիտություն և արվեստ, բիզնեսից մինչև քաղաքականություն, կանայք բերում են ուժ, գույն ու սեր, ամենուր։ Դե իսկ մեր անփոխարինելի առաքելությունն անշուշտ աշխարհին նոր կյանք պարգևելն է։ Աջակցել և հզորացնել կանանց նշանակում է հզորացնել մարդկությունը, հզորացնել մոլորակը։ Կանայք օգնում են կառուցել ավելի լավ աշխարհ բոլորի համար։ Մարտի 8-ին նվիրված մեր տոնական հաղորդման հյուրերը հենց այսպիսի կանայք են, ու հենց այսպիսի կանանց արժևորող տղամարդիկ։ Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է։ Այս առումով կենտրոնը, որը դուք եք ղեկավարում, մեծ անելիք ու ասելիք ունի։ Իրականում մեր կենտրոնի կարգախոսը հենց այդ է։ Առողջ կին, առողջ ընտանիք եւ առողջ հասարակություն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ հասարակությունը ձևավորվում է մեզանից, իսկ եթե ընտանիքում կինը առողջ է, ուրեմն հասարակությունը բնականաբար պետք է որ առողջ լինի։ Մեր հիմնական նպատակը առողջ կին ունենալն է եւ արդեն 30 տարի աշխատելով առողջապահության բնագավառում մենք նպաստում ենք, օգնում ենք եւ կրթում մեր հասարակությանը, որպեսզի կարողանանք ունենալ այդ ձեր նշած առողջ ընտանիքն ու հասարակությունը։ Պարոն Եսյան, ինչ է կարծում, մարտի 8-ը առիթ է կանանց արժևորելու համար։ Ես սովորաբար ասում եմ, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակն են, բայց ես միշտ հակառակ շեշտադրումն եմ անում, որ ապրիլի 7-ից մինչև մյուս տարվա մարտի 8-ը դա կանանց տարին է եւ ընդհանրապես առանձնացնել ինչ-որ միամսյակ կամ թեկուզ ամբողջ տարի, ես կարծում եմ դա անիմաստ է, որտեղ կանանց կարելի է ամեն օր շնորհավորել, կանանց համար կարելի է նշել ամեն օր տոներ եւ ընդհանրապես կարծում եմ այն տոները, որ առանձնացված են օրացությունի, միգուցե եւ դա անգամ քիչ է։ Պարոն Եգիբարյան, ինչ է կարծում, մարտի 8-ը առիթ է կանանց արժևորելու։ Այո, նաեւ ամեն օր է առիթ կանանց արժևորելու, ոչ միայն մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը։ Պարոն Մարության, կյանքում մարտի 8-եր են պետք կնոջն արժևորելու, գնահատելու համար։ Կարգին տղամարդու համար պարտադիր չի այդ մարտի 8-ը։
Ես միշտ մտածում եմ, որ ունես լավ տղամարդը պետք է ամեն օր այս ծաղիկներով գնա իր կնոջը տեսնի իր սեփական տանը։ Ես տենց եմ մտածում։ Ես հետո չեմ սիրում այս քաղաք ծաղիկները, ես սիրում եմ այն, որ հողի մեջ է լինում, հետո ինքը աճում է, հետո խնամում են։ Պետք է սիրել անը ծաղիկը, կնոջը, հետո heç նշանակություն չունի, որ ասենք քո դեմքը մի քիչ այդպես նուրբ չի, բայց հոգիդ կարող է նուրբ լինել եւ դու սիրես քո կնոջը առաջի հերթին եւ հարգես ու գնահատես բոլոր կանանց, բոլոր մայրերին։ Հարգանքի բաներ կա, չէ՞ ոնց տարբեր օրեր, այս մեկը այսօրն է, նոր տարին է, Սուրբ ծնունդն է եւ այլն։ Պարզապես այդ օրվա վրա փորձում են բան անել։ Հասարակություններ կա, որ ցավոք սրտի ավելի դառնում են բարողական հասարակություն եւ Վալենտինի օրը կլինի, մարտի 8-ը կլինի, չգիտեմ ինչ-որ մի հատ այլ բանը վերածվում մեծ առևտրի շրջանակներում նվիրներ բուն բովանդակության մասին իր իմաստը կորցնելով։ Բայց եթե մարտի 8-ը իրականում քո համար նա է, որ դա պետք է հարգանքը, սերը եւ ամեն ինչը այդ օրը դու միայն շեշտես, որ մնացած օրերը չանես, այդ ժամանակ մարտի 8-ը դա այդ սպառողական մոտեցումն է։ Իսկ եթե մարտի 8-ի բուն իմաստը նա է, որ բարձրապես այդ օրն էլ մի հատ պաչիկ ավել անես, ամեն օր արա, թող ամեն օր մարտի 8-ը լինի։ Տիկին Աբաջան, կանայք բիզնեսում եւս մեծ առաքելություն ունեն։ Դուք հաջողությամբ համատեղում եք ձեր մասնագիտությունը բիզնեսի, իսկ բիզնեսն ընտանիքի հետ։ Գաղտնիքը ո՞րն է։ Կնոջ դերը ընտանիքում շատ բարդ է, հատկապես բիզնեսով զբաղվող կանանց, որտեղ ընտանիքին շատ քիչ ժամանակ է մնում։ Այն ժամանակը, որ պետք է հատկացնես երեխաներին, ամուսնուն, դա կգնում է երկրորդ պլան արդեն։ Առաջինը գնում է աշխատանքը, որտեղ պարտավորություններ ունենք, պարտականություններ ունենք, դրանք առաջի հերթին։ Իհարկե ընտանիքի նկատմամբ էլ ունենք պարտականություն, բայց ընտանիքը միշտ համբերատար հետևում է, մեզ համբերատար լսում է, նա համբերատար ամեն ինչին երեխաները կուլ են տալիս, ոչինչ մայրիկը այսպես, դա է, անպայման ինչ որ մեկին զոհաբերում ես, այսպես կոպիտ ասած։ Բայց ես վստահ եմ, որ ընտանիքում ձեր պարտականությունները չեն նվազում, անկախ ամեն ինչից։ Ոչ։ Ամուսնու ուշադրությունը անպայման երեխաներին ասեցի ինչ որ բան պակաս մնում է, ասենք ես պետք է աղջկա հետ գնամ, լողավազան չեմ գնում, բարի պետք է գնամ, չեմ գնում, իրանց կարատեի են գնացել, չեմ գնում, իհարկե տանում եմ, հետո հետ եմ վերադառնում, չեմ սպասում, չեմ նայում, դա է բաց է, իսկ մնացած հարցերում պատրաստելը տունը, ճաշը եւ այլն թխվածքներ, դա պարտադիր է։ Տիկին Քոչարյան, հաջողակ կնոջ լավագույն օրինակ եք նաեւ դուք։ Հաջողության գրավականը ո՞րն եք համարում։ Նախ շնորհակալ եմ նմանատիպ կարծիքի համար։ Կարծում եմ կնոջ համար շատ կարևոր է իր կողակիցը, ինչպիսին է։ Կնոջ համար ամուսինը շատ մեծ դեր է կատարում։ Իմ տարբերակում կարծում եմ իմ ամուսինն է հաջողության գրավականը։ Մեր հասարակության հաջողված կանանցից նաև դուք եք։ Այ հաջողության բանաձևը ո՞րն է։ Կարևորը այստեղ սիրել այն աշխատանքը, որ դու անում ես, իմ ոլորտում նաև օրենսդրության իմացությունն է, վճռականությունը եւ 24/7-ի աշխատանքը, որը իհարկե չի երևում։ Դա վարակույրի ետևում մնացող աշխատանքն է, որը ոչ տեսանելի չի հասարակության համար, բայց տեսանելի արդյունքը, այսինքն միայն արդեն խոսվում է արդյունքի մասին, բայց այն ճանապարհը, որով որ կինը հատկապես կնոջ համար, ով ունի ընտանիք, ունի բալիկներ, հասարակության բջիջն է ու հասարակության անդամն է, իր կենցաղային նաև խնդիրներով իսկապես շատ դժվար է հաջողությանը հասնել եւ դա պահել։ Ես վստահ եմ, որ ձեր կյանքում բազմաթիվ հիշարժան մարտի 8-եր եք ունեցել, բայց նաև մտածում եմ, որ կլինի ինչ-որ պահեր, որոնք առանձնացել են, տարբերվել են ու այսօր էլ տարիներ անց հիշում եք։ Մարտի 8-ը մանկուց հայրս ամուսիններով 52 տարի ապրել են միասին խաղաղ կյանքով, լինելով շատ տարբեր, բացարձակ տարբեր մարդիկ եւ շատ հաշտամերաշ խաղաղ իրար թիկունքի տված, ես դա եմ տեսել իմ ընտանիքում, իսկ ամեն մարտի 8 մեր բակում դա տոնախմբություն է եղել։ Մեր կանանց հայրը սիրում էր դաշտի ծաղիկներ։ Նա ամեն մարտի 8-ի օրը առավոտյան այս ժամանակ մեր մոտ աճում էր ծնծաղիկը։ Ուրեմն հատուկ աման ունեինք,
որ նա այսպես սիրուն բուկետները կազմած բերում էր ոչ միայն մեր բակի, ասենք իր հարցների եւ աղջիկներին, նաեւ հարևանների հարցներին, հատկապես որ հղի են լինում։ Նա շատ մեծ ուշադրություն էր տալիս, ասում էին ծայր խորենը անպայման այսօր մեծ ծաղիկներ կնվիրան, բոլորը գիտեին։ Այսպես բոլորին գոհացում էր շատ ուշադրությունը, դա եմ տեսել, մանկուց դա տեսել եմ, դա շարունակվել է, ամուսնուս ընտանիքում էլ այդպես եղել եւ մենք այսպես շարունակում ենք մեր ավանդույթը։ Տիկին Քոչարյան, ես վստահ եմ, որ ձեր կյանքում բազմաթիվ հիշարժան մարտի 8-եր են եղել, բայց նաեւ մտածում եմ, որ կլինեն դեպքեր, որոնք տարբերվել են։ Կհիշեմ այն մարտի 8-երը, որոնք դեռ երեխաս Աբելը մանկապարտեզում էր եւ հանդեսներ էին կազմակերպվում եւ ես գնում էի նրա բանաստեղծությունները նվիրված ինձ, հետո այդ ամենը դպրոցում եւ ավելի հետո երբ նա ծառայում էր բանակում եւ պարտադիր ինձ ծաղկե փնջեր էր ուղարկում։ Ինձ համար առանձնանում են բոլոր այդ տարիների մարտի 8 օրը։ Ամեն օրը ինքը հիշողություն է եւ կարեւորը ոչ թե անցյալով ապրելը, այլ ներկայով։ Անցյալը դա անցյալ է եւ իհարկե շատ լավ է, երբ որ անցյալին գումարվում է եւս մի հաճելի հիշողություն, բայց ապրել միայն անցյալով կարծում եմ կկորցնենք ներկայի զգացողությունը։ Ոստի ապրում եմ հենց տվյալ պահով եւ տվյալ զգացողությամբ։ Իսկ դուք ում եք առաջինը շնորհավորում։ Մայրիկիս։ Մշտապես մայրիկիս։ Իսկ այսօր Անի Քոչարյան ում է առաջինը շնորհավորում։ Մայրիկիս։ Առաջինը շնորհավորել եմ մորս։ Ուզում եմ այսպես էկրանից առաջին շնորհավորանքս ուղղել բոլոր այն մայրերին, կանանց, ովքեր կորցրել են իրենց համար ամենաթանկը, իրենց զավակներին, իրենց ամուսիններին պատերազմում։ Ես ուզում եմ շնորհավորել առաջին հերթին նրանց։ Ուզում եմ, որ նրանք շատ ուժեղ լինեն։ Ուզում եմ, որ բոլոր մայրերը, քույրերը, ծնողները ապրեն չոր աչքերով։ Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում։ Ես ուզում եմ, որ կանայք ժպտան, լինեն գնահատված։ Կնոջ համար շատ կարևոր է, գիտեք, մի գեղեցիկ խոսք, մի շնորհակալություն նրա բոլոր այն արարքների համար, որը առավոտից ի վեր նա անում է առանց որևէ ակնկալիքի։ Դա կարծում եմ լիովին բավարար է կնոջը շարունակելու լինել ուժեղ, գեղեցիկ եւ անելու ամեն ինչ տղամարդկանց օրն իսկապես տոնի վերածելու համար։ Միանշանակ։ Պարոն Ենգիբյան, հիմա պիտի խնդրեմ տարիներ հետ գնաք, հա, մարտի 8-երը ձեր կյանքում, ես վստահ եմ, որ դեռ մանկապարտեզի դպրոցի տարիքից արժևորել եք, սկսել եք օրը հիշարժան դարձնել։ Ձեր շրջապատի կանանց համար, ծնողների, մայրերի, քույրերի, հա, այ կհիշեք առաջին շնորհավորանքը ում էր նվիրված։ Առաջին շնորհավորանքը նվիրված էր տատիկիս, մամայիս, մանկապարտեզում էր, բացիկների պես բան է, հա, տես նկարում էինք ու նվիրում էինք մայրիկին, մեր տատիկին։ Որ անփոխայնել նվեր էր։ Շատ բան է այսօր փոխվել։ Մենք մեծացել ենք, իհարկե, շատ բան է փոխվել, իհարկե, բայց մենք չենք մոռանում այդ տոնի մասին ու առասարակ մեր հարազատ կանանց մասին։ Այսօր մարտի 8-ն է, առաջինն այսօր ում եք շնորհավորել։ Ամսի 7-ից 8-ը ընկած հատվածում գիշերը ժամը 12-ին շնորհավորել եմ իմ շատ սիրելի կնոջը, այնուհետև առավոտ շուտ շնորհավորել եմ իմ մայրիկին, քույրիկին եւ իհարկե տեղադրել եմ post Facebook-յանի մեջում նվիրված հայ ազգի բոլոր կանանց։ Հաճախ եք կնոջ նվերներ մատուցում։ Հա, Մարտի 8-ը առիթ չէ։ իհարկե չէ։ Պարոն Ենգիբյան, իսկ պատահել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չտա հիշելու, որ այսօր մարտի 8 է։ Երևի թե չէ, միշտ էլ հիշում ենք։ Իսկ այսօր տիկին Ալային ինչ եք նվիրել։ Դե պարզա ծաղիկներ եմ նվիրել, հետո ես այսպեսի մի լավ հումոր ունեմ, անեմ, թող ինպես լավ տղերքը լսեն, իրանք էլ անեն։ Ասում այսօր մարտի 8-ն է, ինչ ես նվիրելու ինձ, ասում եմ, դե այն որ բազում կոշիկներ, զգեստներ եւ վերնաշապիկներ ես առել քեզ համար, դրանցից մեկը վերագրի մարտի 8-ի։ Իհարկե դա կատակ եմ անում։ Հիմա այդպես չի, որ ես գնամ, մի տղամարդ գնա իր կնոջ համար ինչ որ բան առի, ծաղիկ խնդրեմ, պիտի իմանաս ինքը ինչ է սիրում։ Այդ հա, բայց ինքը գիտի ինքը ինչ է առնում, ամենաշատը ես տղամարդս եւ մյուս բոլոր տղամարդիկ կարող են խորհուրդ տալ։ Խորհուրդ տալ կարող եմ, իսկ այնպես անձամբ չգիտեմ իրա դուրը կգա թե չէ։ Իսկ այսօր առաջինն ով է ձեզ շնորհավորել։ Տղաս եւ ամուսինս։ Նվերների պակաս չունեք։ Երբեք։
Առաջինն այսօրով է շնորհավորել ձեզ։ Առավոտ շուտ իմ աղջիկները, առավոտ շուտ դեռ լույսը չբացված, ես երկուսից էլ ստացա զանգ, գիտեմ, որ այսօր երեկոյան իրենք անպայման գալու են իմ մոտ, մենք հավաքվելու ենք, դա ավանդույթ է, եւ իրար շնորհավորելու ենք, բայց փեսաս պարտադիր ինձ այնքան մեծ ծաղկեփունջ է ուղարկում, ես հետո մտածում եմ, այսքան մեծ ծաղկեփունջ ես ուր դնեմ իմ փոքրիկ բնակարանում, բայց շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր հիշում են, որ դա կանանց համար կարևոր տոն է եւ կոլեկտիվիցս պարտադիր շատ ծաղիկներ եմ ստանում եւ շնորհակալ եմ բոլորից եւ շնորհավորում եմ իհարկե բոլորին, ես էլ իմ կողմից իհարկե մի տեսակ դա իմ համար շատ ջերմ տոն է, սիրում եմ ես այդ տոնը։ Այո, այդ օրը նաև տոն ենք դարձնում մենք եւ ձեր շրջապատի կանայք այդ ուշադրությունից բողոքելու առիթ թերևս չեն։ Իրավունք էլ չունեն։ Այո, իրավունք չունեն, որովհետեւ ես շրջապատված եմ ավելի շատ կանանցով։ Դա ինձ երջանկացնում է, որտեղ կանանց հետ աշխատելը շատ մարդկանց համար դժվարություններ ունի իր մեջ, բայց ես կարողանում եմ իրենց հետ հեշտ լեզու գտնել եւ գիտեք մի տեսակ երբ որ մի բան ասում կամ հանձնարարում եմ ես նայում եմ թե ես ինչպես ինձ կդրսևորեի այս պարագայում եւ իրենց կողմից եմ սկսում հարցին վերաբերվել սա շատ օգնում է ինձ իմ աշխատանքում Առաջինն ով է շնորհավորում Տիկին Ալեքսանյանին։ Իհարկե ամուսինս եւ տղաներս, փոքրս իհարկե գիշերվա 12-ին, այսպես ավանդույթային է ես ասեմ, ավանդույթային այսպես է գիշերը 12-ին ամուսինս եւ մեծ տղաս ծաղիկներով են գալիս, իսկ եթե փոքրը Արթունը եւս մի փոքր իրեն իր կողմից է նվեր ստացվում, եթե չէ առավոտյան արդեն մի փոքր սեն զամբյուղով ինքն է շնորհավորում, այդպես ուղղակի ավանդույթային ասեմ։ Իսկ այսօր առաջինն ով է ձեզ շնորհավորել։ Գիշերը 12-ից հետո ամուսինս, բայց ծաղիկներ չեմ ստացել, ինքը գիտի որ, չէ, ես ոսկի եմ սիրում։ Աղջիկներին իհարկե ծաղիկներ, կոլեկտիվի անդամներին ծաղիկներ, նվերներ իհարկե, իմ կողմից նվերգերության կողմից նվերներ, բայց ես արդեն իմ օրենտացիան փոխել եմ, այսպես ասած, ես ավելի ոսկու կողմակից եմ, միասին ենք գնում ոսկու շուկա գնելու, մեկ էլ ասում ես քեզ վստահում գնա քո ուզած ձևը կվերցնես, կառնես դա իմ կողմից քեզ նվեր։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը երբևէ ստիպել է մոռանալ, որ այսօր մարտի 8 է։ Չէ, դեռ կարող եմ սմանալ, ասում եմ, հակառակը աշխատանքային ծանրաբեռնությունը աշխատում էր համար, որ մարտի 8-ը միշտ հիշվում։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը երբևէ մոռացության տվել է, որ այսօր մարտի 8-ն է։ Մարտի 8-ը ինչքան է ծանրաբեռնված լինես, ինչքան էլ հոգսաշատ լինես, Երնա կարծում եմ այդ օրը մոռանալ ուղղակի հնարավոր չէ։ Մենք թույլ չենք տալիս։ Այո, դուք թույլ չեք տալիս։ Բացի դրանից դա արդեն մանկությունից եկած հիշողություններ, միջոցառումներ, տեսած հարգանքներ, ծնողին պատվել, կնոջը պատվել, այդ ամենը իհարկե տեսնելուց հետո կարծում եմ մոռանալ ընդհանրապես հնարավոր չէ։ Ինձ թվում է դժբախտ են տղամարդիկ, ովքեր մարտի 8-ին չունեն շնորհավորելու մարդ։ Այս առումով դուք բավականին հարուստ եք։ Ես 3 դուստր ունեմ, իհարկե ամենքին պետք է շնորհավորեմ, նաև մայրիկ, քույրիկ, մեծ ընտանիք է մեր ընտանիքը։ Իսկ նվերները հեշտ եք ընտրում։ Չէ, դա շատ դժվար է իմ համար։ Այդ դժվար հարց է, բայց սիրով կատարում եմ։ Իսկ կնոջը երջանկացնելու համար շատ բան է պահանջվում։ Իսկ թվակին այնքան համեստ ու խելոք էակ է, որ մի սուտի բաներով կարելի է նրա խելքը շահել, հավատացնում եմ քեզ, մի ասենք շատ էժան բան է, Դուբայի պուտյովկանով, մի կամ ասենք ծաղկազոր չեմ ասում, մի լավ ներկայացման հրավիրելով, էլ չեմ ասում է, որ ունես մի հատ մեծ բան առնես, որ ինքը զարու չնայած որ մեքենա էլ կարելի է գնել կնոջ համար, որովհետև այդ մեքենաների եղածն չա դարել է 2000-3000 դոլար Կինը մի ծաղիկով կարելի է խաբել եւ սիրտը շահել, խոսքով, մի գեղեցիկ բանաստեղծությամբ, մի լավ երգ երգելով, չէ՞, մի լավ բարի երազ պատմելով, այ երազում մի լավ բան տեսա, քո մասին էր գիտես, խափնվի վրաց, կինը բարի լավ էակ է։ Ինչ անհրաժեշտ կնոջն ավելի երջանիկ լինելու համար։ Ամեն մեկս մի ձևով է ընկալում երջանկությունը։
Մեկի համար դա լավ ընտանիք ունենալն է, առողջ երեխաներ ունենալն է, բայց կարծում եմ բոլորիս համար էլ դա պետք է լինի առաջնայինը, քանի որ եթե ընտանիք ես ձևավորել եւ երեխաներ ես ունեցել, բնականաբար ուզում ես, որ այդ ընտանիքը առողջ լինի, երեխաներդ առողջ լինեն, մանկական խինդ ու ծիծաղը անընդհատ լցնի քո տունը, ես մաղթում եմ բոլորին դա, ամենաառաջինը։ Մեկի համար երջանկությունը իր աշխատանքն է, իր կարիերան, իր ստեղծագործությունները, մյուսի համար հայրենիքի խաղաղությունն է, մյուսի համար, չգիտեմ, լավ շրջապատը, ամեն մեկս մի ձևով ենք սա անցալում, բայց վերջը բոլորիս համար երջանկությունը մեկն է, ունենալ լավ առողջություն, ունենալ լավ ընտանիք, ունենալ լավ թևութի կունկամուսնու տեսքով, ունենալ լավ աշխատանք, որով հետաքրքրված ես եւ սիրում ես քո աշխատանքը։ Գիտեք, դա մեծ երջանկություն է, երբ որ դու առավոտյան վազում ես այդ աշխատանքին, ոչ թե պարտականություններից ելնելով, ուղղակի գնում ես աշխատելու, գումար վաստակելու եւ այլն։ Պետք է սիրես քո աշխատանքը եւ քեզ երջանիկ կզգաս։ Համենայն դեպս ես արդեն 6 տարի աշխատում եմ այս կենտրոնում եւ սիրում եմ իմ աշխատանքը, այդ առումով ես ինձ շատ երջանիկ եմ համարում, ունեմ լավ դուստրեր, որոնք պիտանի են մեր հասարակությանը, դրանով եւս երջանիկ եմ, կարծում եմ, որ ամենքին մի ձևով իրեն համար պետք է գտնի գոնե մի փոքր երջանկություն եւ դրա վրա կառուցի իր ապագան։ Իսկ ինչ է կարծում, կնոջ երջանկության համար շատ բան է պահանջվում։ Գիտեք, ես այսպես կարող եմ ասել, եթե կանանց մաղթանք ասեմ իրավական առումով, կհնչի հետեւյալը, որ մեր կանայք իրավունքները պաշտպանված լինեն, ընտրությունները գնահատված լինեն եւ ձայնը լսելի, բայց կանացի առումով ես կցանկանամ կասեմ, որ երջանկությունը սիրել եւ սիրված լինելու մեջ է, երբ որ մի ինչ-որ տարիք է գալիս, միգուցե այդ 40-ին հասնելուց հետո կամ դրանից այդ տարիքն է, երբ արժևորում ես անգամ բառը, այսինքն դու չես կարող քո ամուսնուն, քո կողակցին ուղղակի ասել սիրում եմ քեզ, հա, եթե դու իրականում դա չես զգում, այդ բառը շատ արժեքավոր է քեզ համար լինում եւ եթե դա ասում ես, ուրեմն դա իսկապես զգում ես եւ շատ կարեւոր է, որ կինը հատկապես իր այդ տարիքում այդ զգացողությունը ապրի եւ ապրելով դու հասկանում ես նաեւ գիտակցում ես ինչքան կարեւոր է նաեւ երբ որ դու նաեւ սիրված ես իսկ սեր ուղղակի արդեն բառերով դա դու չես գիտակցում կամ չես հասկանում երբ որ օրինակ ամուսինդ ասում է սիրում եմ քեզ դու իր սիրելը հասկանում ես գործողություններով վերաբերմունքով այսինքն տարիքի հետ միգուցե ընկալումը դա փոխվում եւ կարող եմ ասել եթե կինը իսկապես սիրում եւ սիրված է եւ գիտակցում է որ ինչքան հաճելի զգացողություն է որ ինքը իսկապես դա զգում է կինը սկսում է ծաղկել ասում են շատ քիչ բան է անհրաժեշտ սովորական կնոջը բացառիկ կին դարձնելու համար սերը շատ քիչ է միգուցե անվան մեջ է բայց սերը արյանքը ջերմությունը կարողանալ կոմպրոմիս է գտնել եւ համատեղ որոշումներով առաջ շարժվել։ Երևի երբ որ մարդ զգում է այդ հարգանքն ու սիրո բանը, որոնց պետք չէ այդ բառը ամեն օր կրկնել, բայց մարդ զգում է, երևի դառնա բացառիկ։ Եվ չկա անպայման Ռոմեո ու Ջուլիետայի պատմությունը, թե Թևանի Գայանեի, թե միգուցե Պապիկիս Թևան ու իմ տատիկի Արուսակի պատմությունը։ Ամեն զույգ իր ձևով է կրկնում եւ ամեն զույգ իր բանը մեջ անում, որտեւ աշխարհում ամեն ինչը համեմատական մեջ է հիմա ասենք, եթե դու սկսում ես համեմատվել, քո մոտ նախանձն աշխատում։ Դու պետք է քո սեփական պատմությունը վերցնես։ Հայ կնոջը շատ բան է անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Գիտեք, ուշադրություն, եթե ամուսին ուշադրություն է դարձնում, նա ոգեշնչվում է ցանկացած մարդուն։ Երեխային է փոքր ժամանակ, եթե ուշադրություն ես դարձնում, նա ոգեշնչվում է, ասում ես՝ «Բալիկ ջան, լավ ես նկարում, Բալիկ ջան, սա այսպես դասեր լավ ես սովորում»։ Մենք երեխաներին այդպես ենք ասում։ Փոքր ուշադրություն եւ կինը պատրաստ է ամեն ինչ անելու։ Ինձ թվում է այդպես է։ Իհարկե կան կանայք, որ ավելի շատ են ուզում, բայց ես կասեմ սիրելի կանայք, բավարարվեք, քչով համբերատար եղեք ձեր ամուսիններ եւ ամեն ինչ լավ կլինի։ Ընտանիքում հեշտ է գոհացնել Անի Քոչարյանին։ Շատ բան է անհրաժեշտ որպեսզի ճպտակ։ Գիտեք, ես այդպես պահանջկոտ մարդ չեմ։ Չգիտեմ ինչպիսի տպավորություն կա մարդկանց մոտ իմ մասին, բայց ես պահանջկոտ մարդ չեմ։ Պատկերացրեք, որ ինձ ընդհանրապես մի գեղեցիկ խոսքը, մի գեղեցիկ հայացքը, մի ժպիտը բավական է, որ օրս լցվի եւ
ամբողջությամբ ես բացվեմ, այդ ժպիտը գա անկախ ինձնից եւ ավելի այդպես լիցքավորված շարունակեմ առօրյաս։ Կինը երբ է տանը ժպտում։ Միշտ ժպտում ենք, չենք կարող։ Եթե նույնիսկ ամուսինս տրամադրություն չունեմ, մի հատ անեկդոտ կպատմեմ, կամ մի հատ կգնամ սենց կսիրաշահեմ, այսպես ասած, Վարդանը մի քիչ սենց շուտ նեղած գոտ է, բայց շուտ էլ հաշտվում է։ Ես ընդհանրապես ես կարող եմ խռովեմ մեկի հետ նեղանամ, բայց հետո մոռանամ, որ իր այդ նեղացել եմ եւ նույնիսկ իմ վրա զարմանում ասում ոնց որ ես նեղացել եմ այս մարդուց ու առաջինը ես եմ խոսում։ Գիտեք ինչ, մի կյանք ենք ապրում, այնքան էլ երկար չի այս կյանքը, որ Աստված մեզ շնորհել է, պետք է շատ ուրախ, իհարկե ամեն ինչին չես կարող ուրախ մոռանալ, բայց միշտ պետք է ժպտաս։ Կնոջ առողջ եւ գեղեցիկ ժպտալու համար մեղավորը միայն ստոմատոլոգն է։ Չէ, իհարկե։ Առաջին կինը պետք է ժպտա հոգով, սրտով, հետո նոր մտածենք արտաքին ժպիտի մասին, քանի որ եթե պարգևես թեկուզ եւ արտաքին ժպիտ, բայց նա հոգեպես լինի ոչ պատրաստ ժպտալուն, միևնույն է քո արած աշխատանքը բնականաբար չի երևալու։ Իսկ ինչ է կարծում, շատ բան է անհրաժեշտ կանանց ժպտալու համար։ Երևակայի չէ։ Ուշադրություն, հոգատարություն։ Իսկ կանանց միամսյակի շրջանակներում մտածում եմ, որ հատուկ վերաբերմունք կանանց մենք չենք կարող չանել մեր ավանդույթ դարձած այս սովորույթը եւ բնականաբար մենք հայտարարում ենք մեր զեղչերը մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7 եւ ասեմ ձեզ, որ սրան հավելացել է նաեւ մեկ նոր հետազոտություն, հիշեցնեմ մեր կանանց, որ զեղչերը կատարվում են վահանաձև գեղձի եւ կրծքագեղձի հետազոտությունների վրա, ինչպես նաեւ հիմա ավելացել է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆով հետազոտությունը եւ այս հետազոտության վրա եւս կարվեն զեղչեր։ Տիկին Ալեքսանյան, փաստաբանական գրասենյակը, որը դուք եք ղեկավարում, միշտ է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում հայ կանանց, բայց ես մտածում եմ, որ կանանց միամսյակի շրջանակներում առավել ուշադրության պիտի արժանանան հայ կանայք։ Այո, մշտապես Ալեքսանյան փաստաբանական գրասենյակը կանանց տոներին անվճար խորհրդատվություն մատուցում մեկ ամսյա կտրվածքով հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, որ անվճար չենք կարող այդ խորհրդատվությունը տրամադրել, կմատուցվեն շատ մեծ զեղչերով եւ իհարկե սիրով, ուղղակի հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, նախապես իհարկե ցանկալի է որպեսզի գրանցվեն։ Ես վստահ եմ, որ ձեր կոլեկտիվում աշխատող կանայք առանձնահատուկ ուշադրության արժանացան այսօր։ Ոչ միայն այս տարի, ամեն տարի։ Ես ոչ մեկին աչքից բաց չեմ թողնում, բացարձակ։ Դա բացառվում է, անայջա, որովհետև ես նախ սիրում եմ ինքս ուշադրություն եւ փոխադարձաբար փոխանցում եմ իմ դիմացի մարդուն։ Պարտադիր է դա։ Կանանց միամսյակի շրջանակներում սպառող կանայք հատուկ ուշադրության արժանացան։ Հատուկ անակնկալներ իհարկե կանանց համար միշտ էլ ունենում ենք, մենք միշտ էլ ուշադրություն ենք դարձնում մեր կանանց վրա, որովհետև թե ընտանիքում, թե գործի մեջ կանայք շատ մեծ դեր են կատարում, որոշ տեղերում էլ հիմք են։ Հիմնական պարտականություններն ու դժվարություններն ու հոգսերն էլ այո, հենց կանանց վրա է։ Տիկին Աբաջան, ասում են, որ բիզնեսն ավելի շատ տղամարդկանց աշխարհ է։ Ձեր դեպքում կարծում եմ առավել եւս։ Դժվար չէ ստեղծել ու ստեղծագործել տղամարդկանց աշխարհում։ Իմ համար ոչ, բացատրեմ ինչու, որովհետև ամբողջ կյանքս տղամարդկանց ընկերության մեջ է անցել։ Փոքրուց հայրս է ինձանով զբաղվել, դա մեկ, առաջի տղամարդն է, երկրորդը, որ սպորտով պարապել եմ ոչ կանանց հարիշ սպորտը, նորից տղամարդկանց միջավայրում, մերվել եմ արդեն, իրանց հետ ասպես ասած մերվել, ես ավելի շատ լավ լեզու եմ գտնում իրանց հետ, քան երևի կանանց հետ չեմ փորձել աշխատել, հետո գործարան, ոչ ինստիտուտում շատ բարդ էր, որտեղ մեր խմբում 25 աղջիկներ կային, 2 տղա ընդամենը, եւ ես անպայման ընկերություն անում այդ 2 տղաների հետ, շատ լավ եմ զգում, շատ լավ, իսկ հիմա կոլեկտիվս տղաները շատ են, 3-4 աղջիկ ունենք ընդամենը, ասեմ, որ կանայք բիզնեսին շատ լավ տեսք են տալիս։ Կանաչների մեջ գեղեցիկ ծաղիկներ, այսպես բացատրեմ, շատ երևացող, գեղեցիկ միշտ հաճելի է, որ օֆիսի մեջ եւ մտնում ես ընկերություն, գեղեցիկ հագնված, սիրուն խնամված, անկախ մասնագիտությունից, որ կանայք այլ երանգ են տալիս դրան։
Պարոն Եկիբարյան, գործարարությամբ դեռ երիտասարդ տարիներից եք զբաղվել եւ վստահ եմ, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր թիմեր եք ղեկավարել, որտեղ կանայք են եղել, տղամարդիկ են եղել, փորձը ինչ ցույց տվեց, հեշտ է տղամարդկանց ղեկավարել, թե կանանց։ Կանանց ավելի հեշտ է ղեկավարել, քանի որ ես նկատել եմ, որ կանայք ավելի պարտաճանան չեն աշխատանքի մեջ, ես կասեի երևի կանանց, հա։ Երբ համատեղվում են աշխատանքն ու ընտանիքը, դժոխ կողմը։ Գիտեք, ամուսինս տեսակով այնպիսի մարդ է, որ երբևէ չի փորձել խոչընդոտ հանդիսանալ։ Ավելին ասեմ, ինքը միշտ օգնել է, որպեսզի ես աշխատանքում չթերանամ եւ այն ժամանակը, որ ես կարող էի նաեւ տանը անցկացնել, ես անցկացրել եմ դրսում աշխատանքի միջավայրում, ես աշխատել եմ երբեք պահանջներ չեն եղել, երբեք դժգոհություններ չեն եղել, որի համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ ամուսնուն։ Պարոն Մարության, հաջողակ տղամարդու թիկունքում միշտ է շատ խելացի կին։ Գիտեք ինչ, կինը երբ լինում է խելացի եւ խորը, կարողանում է ճիշտ ուղղորդել իր տղամարդուն։ Կինը պիտի մի քիչ զգուշ լինի, պիտի լավ ճանաչի իր տղամարդուն, որովհետեւ տղամարդիկ տարբեր են լինում։ Եթե ճիշտ ճանաչեց, ճիշտ զգաց իր զուգընկերոջը, նրանք երկար կդիմանան։ Եթե կինը չզգաց, չի դիմանա, խախում բանա կփլվի։ Ասում են հաջողած ամուսնու թիկունքում միշտ շատ խելացի կին է։ Դա ճշմարտություն է։ Ես կարող եմ ասել, որ նաև պատմության մեջ բոլոր հաղթանակները եւ բոլոր հաջողությունները պայմանավորված են եղել կանանց հետ։ Այդ իսկ պատճառով եկեք հիշենք, որ Թումանյանը ինչպես էր ասում, որ ինչը կհաղթի հերոսին, եթե չլինեն կինն ու գինին։ Այնպես որ դա երևի թե ինչ որ դաժան փորձ է ունեցել Թումանյանը իր կյանքում, այդ իսկ պատճառով գրվել այդ էպոսը, բայց համենայնպես կյանքում նաև լինում են դեպքեր եւ շատ են այդպիսի դեպքերը, որ կանանց դերն ու նշանակությունը տղամարդու հաջողության մեջ շատ կարեւորվում է։ Կինը հասարակության հիմնասյուներից է։ Առավել խելացի տղամարդիկ արժևորում են կանանց, բայց ցավոք հասարակության մեջ լինում են նաև այլ դեպքեր, եւ դուք երևի ավելի շատ եք ականատես լինում այս դեպքերին։ Ավելի հաճախ երբ եւ որ դեպքերում են խախտվում կանանց իրավունքները։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն կանայք եւ տղամարդիկ իրավը հավասար են, ինչը նշանակում է, որ եւ կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ։ Մինչդեռ փաստաբանության պրակտիկան այլ ցուցանիշ է ցույց տալիս, որ հաճախ կանանց իրավունքները խախտվում է եւ հատկապես ընտանեկան հարաբերություններում եւ աշխատանքային հարաբերություններում։ Այստեղ կցանկանամ տարանջատել, որ խոսքը չի վերաբերվում ուղղակի միջանձնային հարաբերություններին, այսինքն այնտեղ որտեղ զուտ ամուսինների միջև ինչ որ անհասկացողություն է կամ տարաձայնություն, փաստաբանը երբեք կենցաղ մուտք չի գործում։ Փաստաբանի դերը սկսվում է այնտեղ, երբ արդեն հարցը վերաբերվում է կամ խնդիրը հասնում է ընտանեկան բռնությանը։ Եվ ընտանեկան բռնությունը, որպեսզի կարողանանք հասկանանք ու տարանջատենք, դա սկսում է այնտեղ, երբ որ արդեն կինը պարբերաբար բռնության է ենթարկվում, կինը պարբերաբար ծեծի է ենթարկվում, ընդհուպ միջև մարմնական վնասվածքների եւ ընդհուպ միջև անգամ կյանքի զրկման։ Այստեղ արդեն շատ կարևոր է փաստաբանի դերը եւ նաեւ մեր սիրելի կանայք պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին, կարողանան շատ արագ արձագանքել, որպեսզի կանխեն խնդիրները եւ այստեղ շատ կարևոր բառ է ժամանակին դիմել փաստաբանին։ Այսինքն երբ խնդիրը նոր է եւ քաղաքացին հասկանալով, կինը հասկանալով անմիջապես դիմում է փաստաբանին ճիշտ ժամանակին, հետագայում հնարավոր է լինում կանխարգելել այդ խնդիրները։ Միշտեր լինում են, ինչպես գիտենք, որ արդեն դիմում են, երբ արդեն շատ ուշ է լինում։ Մշտապես ես օրինակ եմ բերում, որ ճիշտ ժամանակին փաստաբանին դիմելը դա նույնն է, երբ ճիշտ ժամանակին բժիշկին են դիմում, երկու դեպքում էլ կանխարգելվում է հետագա խնդիրները։ Այնպես չէ, որ լուծվում են միանշանակ շատ արագ, բայց հնարավոր են վաղ արձագանքի դեպքում այն կանխարգելել։ Կարող եմ նաև նշել, որ
այո կան խախտումներ, կան նաև ընտանեկան բռնություն, բայց կարելի է ասել, որ կանանց իրավագիտակցությունը բավականին բարձրացել է եւ այսօր այո մեր հայ կանայք իրենց իրավունքների մասին քաջատեղյակ են, այո այսօր կանայք իրենց իրավունքների համար դիմում են մասնագետներին եւ այո այսօր մեր կարելի ասել մեր կանայք եւ հասարակությունը գնալով իրավաճանաչ է դառնում։ Հայկինը ամենավերջին փուլում է դիմում մասնագետի։ Դուք նաև այս առումով մշակույթ ձևավորեցիք հայ հասարակության մեջ։ Մարդիկ ավելի ուշադիր են դարձել, ավելի գիտակից իրենց առողջության հանդեպ եւ սկսել են ավելի շատ այցելել կենտրոն։ Ճիշտ ասած, անցյալ օրը ես ամփոփում էի տարին, արդեն հետ հայացքով եւ տեսա, թե ինչպիսի աճ ունենք եւ նվազում հիվանդությունների աճը վերաբերվում է այցելուների թվին, իսկ հիվանդությունները նվազել են մոտ 300-ով։ Սա խոսում է այն մասին, հիվանդություն ես նկատի ունեմ քաղցկեղը կոնկրետ։ Պատճառը նրանում է, որ կանայք շատ ավելի հաճախ են սկսել դիմել, իսկ ինչքան իրենք վաղ են դիմում բժշկի, այնքան ավելի շուտ են ձերբազատվում հիվանդությունից իրենց զարգացման ամենավաղ փուլում եւ շատ հաճախ մենք կարողանում ենք իրենց օգնել կատարելով բիոպսիա եւ բիոպսիայի միջոցով հեռացնելով այդ փոքրիկ բջիջները, որոնք ընդամենը մի քանի ամիս կամ 1 տարի հետո դառնալու են հիվանդություն քաղցկեղ։ Հայ կանայք եւս մեկ անգամ պիտի հիշեն Վ. Ալեքսանյան փաստաբանական գրասենյակի կարգախոսը։ Իհարկե, սիրելի հայ կանայք, տեղեկացված եղեք, որ որքան է ձեր կյանքում կլինեն խնդիրներ, կա Վ. Ալեքսանյան փաստաբանական գրասենյակը, ով ձեր իրավական խնդիրները կվերցնի իր վրա, քանի որ կա խնդիր, կա լուծում։ Եթե ունեք հնարավորություն նոր գաղափար իրականացնելու, նոր գործ սկսելու եւ նաեւ կա հնարավորություն ընտրելու կանանց հետ սկսել, թե տղամարդկանց։ Տարբերություն չկա։ Ես չեմ կիսում աշխատանքի մեջ կանանց եւ տղամարդկանց, քանի որ դա զուտ գալիս է մարդու տեսակից։ Օրինակ, մեր գործարաններից մեկը այսօր կին աղ է գաբարում, ես շատ գոհ եմ, շատ փորձառու մասնագետ է, կանայք թե բիզնեսի մեջ, թե աշխատանքի մեջ շատ ավելի քան պարտաճանաչ են։ Պարոն Պողոսյան, դժվար է ապրել մի ընտանիքում, որտեղ կանայք մեծամասնություն են։ Հակառակը հաճելի է։ Իրականության մեջ ինչ է դժվարություն չկա։ Պատասխանատվությունը մեծ է, բայց հիմա մեկ-մեկ որ նայում ես, որ պատասխանատվությունը այսօր գալիս է, դու ես ստեղծել այդ ընտանիքը, դա սիրո պտուղ է, ձեր երազանքն է, իշկապ ունի աղջիկա թե տղա է իրականության մեջ։ Բայց աղջիկը իրենց բաժին գեղեցկությունն ու քաղցրությունն են բերում, դա այլ խնդիր է։ Ընտանիքում կնոջ դերը, առաքելությունը շատ մեծ է։ Անփոխարինելի է ինչ-որ առումով, այնց հետաքրքիր է ձեր ընտանիքում ով է կինը։ Կինը իմաստուն պետք է լինի, որպեսզի ընտանիքում իր դերը ճիշտ տանի։ Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինի կինն ու գինին։ Բայց դե գիտեք ինչ, ոչ թե կինն է հաղթում, այլ տղամարդու չափից ավելի վստահությունը, որ վստահում է այդ կնոջը։ Մի քիչ էլ պիտի զգուշ լինել, չէ՞, մի քիչ պիտի խոհեմ լինել։ Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե ուզում ես, բայց շրջահայաց պարտավոր ես լինել։ Այդ եթե կարող ես, շատ լավն է։ Ցանկացած դեպքում մենք պետք է ինքներս մեր մեջ դնենք, որ մենք կարող ենք եւ շարժվենք։ Ասում են նաև, որ շատ մեծ ծրագրերն ու մեծ նպատակները կանանց հետ են կապվում, բայց նաև հենց կանայք էլ երբեմն խոչընդոտում են դրանք իրականացնել։ Այո, շատ անգամ լինում է, որ շատ հարցերում փորձում ես հենվել կամ վստահել կանանց եւ շատ մեծ տոկոս դեպքերում ստացվում է այնպես, որ դա իրոք հաջողվում է, շատ կամ դեպքեր, որ վստահելով հանդերձ միգուցե եւ ձախողում ես։ Ինչ կարելի է վստահել միայն կանանց։ Ես իմ կնոջը ամեն ինչ վստահում եմ։ Հիմա պիտի սիրո խոստովանություն անեք։ Հոգիս այս գիշեր քոնս չտարավ։ Կրակներ էին աչքերից դիմաց թափառում արավ, ես լրիվ անքուն հորինում էի հազար ու մի բախտ մեր սիրո կյանքում։ Հիմա հոգնած եմ աչքերս մտնել ու քոր են գալիս, բայց ես չեմ գալիս, ես փառք եմ տալիս ու գոհ եմ հավետ, չէ՞ որ ես քնից ժամեր եմ շահել եւ 2 գիշեր քեզ ավել պահել իմ արթուն հոգում, իմ կոպերի տակ գոց ու բորբոքում։
Դե կանանց մասին խոսեցինք, հիմա գինիների մասին։ Մունքը պրեմիում դասի հայկական գինի է Այո։ եւ իր բացառիկություններով։ Դե բացառիկությունը գալիս է նրանից, որ միակն է այսօր արդի շուկայում, որ նռնանի հայկական խաղողի սորտի ցա պատրաստվում։ Ցավոք սրտի երկար ժամանակ համարում էր կորած, այն էլ ոչ թե որ չկային 1 կամ 2-3 վազեր, այլ ոնց դաշտային, հա, որ իր այդ աշխատանքի հնարավորությունը։ Պարզվեց կես հեկտար կա 2004 թվականից դեպքեր եղել, դուք նաև հիշում եք, որ նախորդ հաղորդումներում Ադրինեի մասին է պատմություն է։ Այդ էսը պարզվել է, որ Ադրինե գինին ես պատրաստում էի նռների խաղողի սորտից առանց իմանալ 18 տարի, միջև որ դառավ, որ հոբին պետք է բիզնեսի վերածեմ եւ այդ ժամանակ պետքա ստուգեինք, ստուգվեց, պարզվեց այդ նռների սորտն է եւ ցավոք սրտի այդ կես հեկտարից ինչ էլ անեմ, պետք է լինեմ սահմանափակ քանակներ։ Դե համար ստանում եմ 1000 շիշ մաքուր նռնենից պատրաստած, առաջի 2 տարիները մնացածը, հա, ինչ որ հնարավոր էր օգտագործում էի, որ մի փոքր նաև ավելացնեի եւ մունքի բում բովանդակային, այսպես ասած, փիլիսոփայական մեջը։ Գիտեք, Արցախյան մենքն է, մեր բարբառով եւ դրա համար օգտագործում էի արենին, ոնց Հայաստանի ամենատարածված եւ ճանաչելի սորտը խնդողնի, ոնց Արցախի յուրահատկությունը, գլխավոր նշանն եւ տարածված սորտը եւ նռնենի ինձանց եւ այդպես փորձում էի մեր մենքը կամ մեր մունքը ձևավորեի 3 այդ սորտերի մեջ, որոնք իրականության մեջ են եւ տարածության եւ պատմության եւ նրբության յուրահատկությունների երկխոսությունա մեկ շշի մեջ։ Եվ ընկերները մշտապես գինի նվերներ ստանում են։ Ինձ մի անգամ հարց են տվել, որն է ամենադժվարը այս փոփոխության մեջ, միշտ ասում եմ 18 տարի անընդմեջ չնայած հիմա եմ Ադրինեն պատրաստում եմ նույն ձևի եւ նվեր եմ տալիս, նվեր եմ տվել, որ հիմա իմ համար երևի վաճառել է ամենադժվար փուլն է, որովհետեւ դու սովոր ես այդ որ ստեղծել ես, սերը դրել ես, այդ մի փոքրիկ ապրանքը նվեր տրամադրես։ Բայց դրա հետ միասին պետք է կարողանամ նաև բիզնեսի բան անեմ, իր զարգանամ, դրա համար, բայց ընկերները մունքը ստանում են, Ադրինեն ստանում են։ Ես իմ ընդունված ընտանեկան տրադիցիաները կամ ավանդույթները չեմ դադարեցրել, փորձում եմ շարունակել, ինչքանը որ կստացվի, հուսով հետո էլ երևի երեխաները կամ թոռները ապագան կունենան շարունակություն։ Սիրո ու երազանքի մի պատմություն, մունքի յուրաքանչյուր շշում, թե Նենեք, ամեն ինչ սկսում է երազանքից։ Ու շատ ժամանակ չես էլ իմանում, թե ոնց կարող է այն ժամանակ, երբ որ դու փոքրիկ բալիկ էիր, պապիկդ քեզ ասում էր, արի, այսպես մի բան պետք է անես, սովորես, ոնց պետք է սա անելը, դա հետո ապագայում կարող է դառնալ կյանքի գործ, որ դες կյանքը տարբեր տեղերով, տարբեր ոլորտներով պատտելով մեկ էլ բերի նորից վերջում հասցնի նա, որ դու կորոշես այդ ցանկացած մեր աշխատանք սկսում է երազանքից։ Հենց առաջ քայլը անում ենք դառնում է նպատակ ու փորձում ես այդ երազանքի ողջևորված դեպի նպատակը գնալ, որ նայենք, ասենք նպատակները, որ ասում են, նռնենի սիրահարներին գտնեմ, մունքի հավանողներին գտնեմ, իմ ջանքն ու եռանդն եմ, ամեն անգամ ինչ-որ հնարավոր ունի մի հատ նոր տենց համային ձևով անեմ։ Իր մեջ հայկական բրենդի ձևավորման, որովհետև հայկական գինին, մենք ասում ենք, չէ, որ գինին մեր մոտից է եղել, հայկական գինին, պետք է դրա վրա աշխատես եւ որակով կարողանաս ստանաս։ Այո, մեր հայրենիքը այնպես է, որ մեծ չի եւ հասկանալի է, մենք չենք կարող մրցենք այն գինեգործական երկրների հետ, որոնց քանակներում միլիոնավոր շշեր է հնարավոր արտադրել։ Բայց դրա հետ միասին էլ մենք ունենք յուրահատկություն, որը ասում է, իսկ կյանքում ամեն ինչը յուրահատուկ է։ Իսկ շնորհավորանքի խոսքերն ու բարեմաղթանքները երբեք շատ չեն լինում։ Երբեք շատ չեն լինում։ Հատկապես երբ անառիթ են դրանք լինում։ Առիթների դեպքում դե բոլորս ստանում ենք շնորհավորանքներ, գեղեցիկ խոսքեր, բայց երբ այդ խոսքերը ստանում ես անառիթ, դա շատ ավելի հաճելի է։ Ես ուզում եմ շնորհավորեմ բոլոր կանանց մարտի 8-ի տոնի կապակցությամբ, մաղթեմ առողջություն, իմաստություն, հատկապես ընտանիքներում, որպեսզի իրանք իմաստուն լինեն, որպեսզի բախտավոր լինեն, պետք է իմաստուն լինեն։ Իսկ իմաստուն պարտավոր են լինել կանայք։ Իմաստուն, գեղեցիկ եւ խելացի պարտավոր են լինեն կանայք։ Ամբողջ աշխարհին խաղաղություն, ամբողջ աշխարհը եռում է հիմա։ Մեզ կանանց շատ դժվար բան է ընկել, որտեվ հիշում եմ հետ երկրաշարժան տարիները ինչքան դժվար էր կանանց համար, որ լույս չկար, ջուր չկար երբեմն, հաց չկար, ոնց ինչպես տարան կանայք եւ հետադարձ հայացք գցում